Հյուսիս-հարավ ծրագրի ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կիլոմետրանոց ճանապարհահատվածը գրեթե պատրաստ է։ Թեև ձմռանն էլ որոշ տեղամասերում տեխնիկան աշխատել է, բայց օրերը տաքանալուն պես շինաշխատանքները վերսկսվել են լայն թափով։ Ընդհանուր շինարարությանը մնացել են փոքրաթիվ աշխատանքներ, ընթացքի մեջ են ճանապարհային կահավորանքի, մասնավորապես արգելափակոցների տեղադրման և ջրահեռացման աշխատանքները։ Երկշերտ ասֆալտն արդեն փռված է, ճանապարհը շահագործման հանձնելուց առաջ վերջին երրորդ մաշման շերտը կտեղադրեն, գործը կամփոփեն։ Նախորդ տարեվերջին ավարտել մեքենաների երթևեկի համար բացել են ոսկեբազի հատվածի 36 մետր երկարությամբ ու 4.5 մետր բարձրությամբ կամուրջը։ Նախագծով նախատեսված էր կառուցել 31 արհեստական կառուցված, որոնք ամբողջությամբ կառուցված են։ Եվ սա խոշորագույն հանգույցն է այս հատվածում, սրանից բացի ունենք թվով նաև 2 վերգետնյա անցումներ։ 4 կամուրջ, գյուղտեխնիկայի 6 անցում, 9 փոխատում էլ երկրորդ տրանշի 34 կիլոմետրանոց հատվածում են։ Աշխատանքների ընթացքում էլ կապի մեջ ենք համայնքների ղեկավարների ու հարակից բնակավայրերի բնակիչների հետ։ Անհրաժեշտության դեպքում փորձում ենք լուծել տեղում ծագած խնդիրները։ Նախքան ճանապարհաշինական աշխատանքները տեղի համայնքների հետ քննարկումներ են իրականացվել։ Նրանց հետ համաձայնեցվել են գյուղտեխնիկա եւ անասնանցումների տեղադիրքերը, որպեսզի տեղի բնակիչների համար առավելագույնս հարմար լինեն։ Աշտարակ-Թալին 34 կիլոմետրի շինաշխատանքները մեկնարկել են 2023 թվականի ավարտին եւ արդեն տարեվերջին նորակառույց ճանապարհից մոտ 10 կիլոմետր հատված բացվել է երթևեկության համար, իսկ 2024 թվականին երթևեկությունը գրեթե ամբողջությամբ գործող M1 երթուղուց տեղափոխվել է նորակառույց ճանապարհի ձախակողմյան հատված, հնարավորություն տալով խուսափել մի շարք ոլորաններից եւ էապես բարելավել ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը։ Հիմնական ճանապարհից բացի մոտ 12 կիլոմետր դաշտամիջյան ճանապարհների կառուցման կամ վերակառուցման աշխատանքներ էլ նախատեսված են։ Երբեմն խնդիրների ենք բախվում, ինչպես օրինակ հեռահաղորդակցության չքարտեզագրված կապուղիները, որոնց հայտնաբերում ենք հանույթ իրականացնելիս։ Անկանխատեսելի հարցերը միշտ էլ շինարարության համար խնդիր են առաջացնում։ Միակ դրական անկանխատեսելի բանը այս տարվա լավ եղանակն է։ Այսպիսով կամբողջանա աշտարակից մինչև Թալին ընդհանուր 42 կիլոմետրանոց ծրագիրը, ֆինանսավորումը Ասիական զարգացման բանկից է ու կառավարությունից։ Ճանապարհատվածի կառուցմամբ մենք կունենանք 4 երթևեկելի գոտիով 100 կիլոմետր հաշվարկային արագությամբ առաջին տեխնիկական կարգի ճանապարհ։ Զգալիորեն կնվազի Երևան-Գյումրի ճանապարհի վրա ծախսող ժամանակահատվածը։ 8 կիլոմետրանոց ճանապարհատվածի շինարարական աշխատանքների բյուջեն 21 միլիոն դոլար է, 76 միլիոն դոլար է կազմում 34 կիլոմետրանոցի շինարարության բյուջեն։